Ես գիտեմ, որ մեկնաբանությունները շատ վատն են լինելու։ Արհեստական բանականությունը ինքը այդքան էլ բանականություն չէ։ Տերմինատորը միգուցե ավելի շուտ։ Նույնպես ինչպես ժամանակին հաշվիչները։ Այստեղից առաջ է գալիս ակադեմիական ազնվության ու ակադեմիական էթիկայի հարցերը։ Մեր ճակատագինը, մեր խարանն է, պետք է դրա հետ գնանք, անպայման պետք է կրթվենք։ Արհեստական բանականությունը ինքնին արդեն տանում է մարդկային մտքի դեգրադացման։ Փոփոխություններ պետք են եւ այդ փոփոխությունները արդեն իսկ սկսվել են։ 2023 թվականին ռուս ուսանող Ալեքսանդր Ժադանը իր ավարտական տեքստը գրեց ChatGPT-ի օգնությամբ ընդամենը 23 ժամում։ Իհարկե նա պաշտպանեց աշխատանքը եւ ստացավ դիպլոմը։ Դիպլոմը ստանալուց մի քանի օր անց Ալեքսանդրը իր ցանցերում այս մասին հայտարարեց եւ մանրամասն նկարագրեց, թե ինչպես է ChatGPT-ին հրահանգներ տվել, որպեսզի աշխատանքը ճիշտ գրվի։ Տաղավարում ես եւ Արմեն Բաղդասարյանը կփորձենք հասկանալ, ինչպես է արհեստական բանականությունը փոխել կրթական աշխարհը։ Արման, դուք մեր տաղավարում առաջին անգամ եք եւ կուզեի խոսեինք այն մասին, թե արհեստական բանականությունը ինչ է փոխել կրթական համակարգում, սկսած 2022 թվականին, երբ ChatGPT-ին սկսեցինք լայնորեն կիրառել, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ աշակերտները սկսեցին տնային հանձնարարությունները, էսսեները, շարադրությունները գրել ChatGPT-ի օգնությամբ։ Ինչ կասեք, ինչ միտումներ ունի զարգացումը, ինչպիսին եք տեսնում արհեստական բանականության։ Հուսով եմ առաջին պես ոչ վերջին անգամ եմ այս տաղավարում, ուրեմն նախ եւ առաջ արեք սահմանազատենք արհեստական բանականություն եւ ChatGPT ինքը մի փոքր սխալ է նույն հարցության մեջ օգտագործել ու նույնականացնել, որտեղ արհեստական բանականության շատ տեսակներ կա ու գլոբալ առումով մենք արհեստական բանականությունից սկսել ենք օգտվել շատ ավելի վաղ շրջանից, մոտավորապես 2011-12 թվականներից։ Այսինքն, երբ որ դուք նույն սոցիալական կայքերում ինչ-որ հարցում եք անում եւ ավտոմատ պատասխան եք ստանում, դա նույնպես արհեստական բանականության դրսեւորում էր։ Իսկ ChatGPT-ն ընդհանրապես տեսակ էր արհեստական բանականությունը, ճիշտ է, OpenAI-ը առաջինը լայն հասարակությանը ներկայացրեց այդ product-ը, բայց ինքը ընդհանրապես տեսակ է ու այսօրվա դրությամբ ոչ առաջատարը։ Հիմա աշխարհը մեծ քայլերով տեղափոխվում է ChatGPT-ից դեպի Claude Anthropic-ի հեղինակած լեզվական մոդելը, Պենտագոնի հետ կապված սկանդալից հետո, երբ որ Պենտագոնը արհեստական բանականության միջոցով կատարեց մի քանի ռազմական օպերացիաներ, դրանից հետո խնդիր ծագեց Պենտագոնի եւ Anthropic-ի ղեկավարության հետ, որի հետևանքով խզեցին պայմանագիրը եւ մեկ շաբաթվա կամ եթե չեմ սխալվում մի ամսվա ընթացքում արագ պայմանագիր կնքեցին արդեն OpenAI-ի հետ, դրանից հետո մարդիկ ու Anthropic-ի ներկայացուցիչները բացատրեցին իրենց որոշումը, ինչի են իրանք խզում, դրանից հետո մասսայական մարդիկ արդեն սկսեցին անցնել Claude AI-ին եւ հիմա մասնակիցների մոտ հատկապես արդեն արհեստական բանականություն, որ ասում են, առաջինը Claude-ն է ի հայտ գալիս։ Ինչ է ասած արհեստական բանականությունը կրթության մեջ։ Արհեստական բանականությունը կրթության մեջ արդեն իսկ կարելի է դիտարկել որպես անբաժան, անքակտելի մաս։ Ինքը կրթության մաս է, նույնպես ինչպես ժամանակին հաշվիչները դարձան կրթության մաս, որտեվ երբ որ հաշվիչները, էլեկտրոնային հաշվիչները նոր սկսեցին մուտք գործել, Ամերիկայում, եթե չեմ սխալվում դեպքերը, այնտեղ շատ դասախոսներ բողոքում էին, որ դա աշակերտների տրամաբանության, աշակերտների մտածելու ունակության դեգրադացիայի կտանի, բայց այնինչ իրականում ընդհանրապես գործիք էր, որով սկսեցին ավելի արագ կատարել իրենց հաշվարկները։ Բայց ուզում եմ մի փոքր հարց ու պատասխանի ֆորմատից դուրս գալ, քանի որ ես ինքս կրթության փորձագետ չեմ, մի տարբերություն քեզ անի եւ ես այս պարագայում հանդես եմ գալիս արդեն հարցի հակառակ կողմից, այսինքն ես չեմ տեսնում վախեր, ես տեսնում եմ այստեղ միայն հնարավորություններ։ Դու որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ
15 եւ ավել տարի արդեն կրթության ոլորտում ես եւ այսպես ասեմ, մասամբ նաև հին դպրոցի ներկայացուցիչ ես կրթության ոլորտում դուք ինչպես եք ադապտացվում։ Մենք որպես օգտվողներ մեր համար ընդունելի է, սա հնարավորություն է։ Ես ինքս 35 տարեկան եմ, բայց ամեն օր սովորում եմ եւ օրական մոտավորապես 4-ից 5 ժամ տրամադրում եմ արհեստական բանականության հետ հաղորդակցվելու, այսպես ասեմ, եւ ամեն օր ինչ-որ նոր բան սովորում եմ, բայց արդեն սովորեցնողների համար ինչ մարտահրավերներ են առաջ եկել։ Նախ մինչև այդ կուզեի մի փոքր խոսեինք այն մասին, թե արհեստական բանականության հանդեպ այդ ունեցած վախերը ինչից են եւ երևի թե հիմնականում հոլիվուդյան ֆիլմերից են գալիս, երբ 15-20 տարի առաջ դեռ Տերմինատորը միգուցե ավելի շուտ սկսվում էր այն գաղափարախոսությունը, որ կլինի արհեստական մի ուժ, մի բանականություն, որը կգա մեզ կոչնջացնի։ Եվ հիշում եմ նաև Ես լեգենդ եմ ֆիլմը, որտեղ ռոբոտները սկսում են ինքնուրույն մտածել եւ առաջին կերնպատակ դառնում է մարդկանց ոչնչացումը։ Միգուցե սրա հետ է վախը կապված, բայց կոնկրետ կրթական ոլորտի հետ կապված ես լիովին գտնում եմ, որ մենք այլևս չենք կարող մերժել արհեստական բանականության մուտքը կրթական ոլորտ ու սրա հետ պետք է համակերպվել։ Իհարկե չտաներ սա ծայրահեղական ինչ-որ տեղեր ոչ մի պարագայում, որը ցավոք ես այսօր շատ ծնողների ու նաև ուսուցիչների մոտ եմ տեսնում։ Ու այստեղ կուզեի մենք չընկալեինք արհեստական բանականությունը որպես արտաքին թշնամի, այլ սա ընդամենը տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տեղ գտած արատավոր մի երևույթի հայելային պատկերն է, նույն ինքը արտագրությունը։ Ես գիտեմ, որ մեկնաբանությունները շատ վատն են լինելու, սակայն թաքցնել ու չառերեսվել մեր ունեցած խնդիրներին իհարկե չի կարելի։ Պետք է բարձրացնենք այդ խնդիրները, փորձենք հասկանալ, թե մեզ ինչն է նեղում։ Տարիներ շարունակ Արման Հայաստանում դպրոցներում, իհարկե չեմ ասում 100%-ի մասին, բայց գոնե դպրոցների շատ մեծ հատվածում ու մանկավարժների կողմից արտագրությունը որակավորվում է որպես դասընկերություն կամ սոցիալական համերաշխություն։ Դեպետ այստեղ էլ կան երկակի ստանդարտներ, որովհետև երբ օրինակ ինչ-որ գրավոր աշխատանք է արվում, որը գլոբալ առումով ուսուցչի թեստն է ավելի շատ դպրոցի տնօրենի կամ ադմինիստրատիվ մասի մոտ, այս պարագայում արտագրությունը ոնց որ թե ընդունված է, այսինքն գերազանցիկ, լավ սովորող երեխան ավարտելուց հետո աշխատանքը անպայման պետք է կիսվի դասընկերների հետ։ Մինչդեռ եթե ավելի ազատ է ու զուտ տնային ինստիտուտում կամ պարզապես աշխատանք է ու արտագրության փաստը արձանագրվում է, այս պարագայում երեխան արդեն դառնում է ոչ թե դասընկեր, այլ դառնում է գրագող։ Հիմա մենք սրա հետ էլ խնդիր պետք է ունենք եւ այս նույնը տեղի ունենում նաեւ արհեստական բանականության մուտքով պայմանավորված ու այստեղից առաջ է գալիս ակադեմիական ազնվության ու ակադեմիական էթիկայի հարցերը։ Ես հիմա կուզեմ խոսել այն մասին, թե մեզ ինչն է ավելի շատ սարսափեցնում, ինչ ենք արհեստական բանականությունից վախենում ու չենք վախենում արտագրությունից։ Ու նաեւ մեխանիզմներն էլ են այստեղ փոխվում։ Այստեղ մի հատ հարց կա ավելի շատ արհեստական բանականության ընկալման հետ խնդիր կա, նաև քո խոսքում ես դա զգացի, դու ինքդ փաստացի չես ընկալում իր հնարավորությունների ամբողջ սպեկտրը, ինչի օրինակ բերեցի հաշվիչի հետ կապված, արհեստական բանականությունը ընդամենը գործիք է։ Իրականում հարգելի ունկնդիրներ, արհեստական բանականությունը ինքը այդքան էլ բանականություն չէ։ Ինքը շատ ուժեղ հաշվարկային մոդել է, բայց ինքը չի կարող ստեղծել, ինքը ուղղակի հրահանգ է կատարում, բնականաբար առաջին հայացքից մեզ թվում է, թե ինքը ամեն ինչ գիտի, բայց հավաստիացնում եմ, ցեզ ամեն ինչ չգիտի, շատ դեպքերում նույնիսկ ստում է, եւ այստեղ հարց է ծագում ազնվություն կամ չազնվության համատեքստում պետք չէ դիտարկել։ Արման, ես հենց այս եմ ուզում տանել, որ հիմա առհասարակ դասախոսների եւ ուսուցիչների մոտ ավելի շատ այդ խոսույթն է տարվում, մոռանալով, որ արհեստական բանականությունը, ինչպես արդեն նշեցինք, ունի շատ գործիքներ տարբեր ու իրեն դիտարկել միայն որպես տեքստեր գրագողությամբ զբաղվելու համար բնականաբար սխալ է։ Իմ ասած այստեղ այն է, որ մենք ինչու ենք դիտարկում որպես, չգիտեմ, ինչ որ չարիք կամ վատ ինչ
ինչ-որ նորամուծություն արհեստական բանականությունը, եթե դպրոցում մենք արդեն ավելի վատ բարեբախտաբար այդ չարիք դիտարկողները շատ քիչ մաս են, հիմնականում այն մարդիկ են, որոնք իրենք դեռևս ամբողջ իր հնարավորություններով չեն օգտագործում արհեստական բանականությունը կամ չեն պատկերացնում հնարավորությունները, ես վերադառնում իմ մտքին, արհեստական բանականությունը նույն կարևորությունը ունի, ինչ որ ժամանակին ուներ հաշվիչ, այսինքն արհեստական բանականությունը պետք է դիտարկել որպես լրացնող կրթություն է, հիմա ավելի օրինակով մանրամասը փորձեմ բացատրել։ Տեսեք, երբ որ հանրահաշվի խնդիր է, քննությունների ժամանակ եւ այլն թույլ է տրվում սովորական հաշվիչներից օգտվել եւ ասենք բազմապատկումը, եռանիշ թվի բազմապատկումը, երբ որ աշակերտը կամ ուսանողը անում է հաշվիչով, բնականաբար ոչ ուսուցիչը, ոչ դասախոսը չի ասում, որ գրագողությամբ է զբաղվում եւ այլն, ընդհանրապես process-ն է արագացնում։ Այսինքն մենք ցածր դասարաններում պետք է սովորացնենք ճիշտ ուղղագրությամբ գրել, բազմապատկում անել, բայց հետագայում արդեն գործողությունները արագացնելու միտված գործիքները պետք չէ արգելել։ Նույնն էլ այստեղ հիմա պետք է կրթությունը, այսպես ասեմ, հարմարեցնել, այո, պետք է էվոլյուցիա ապրի կրթությունը, որ կրթական պահանջները բխի արհեստական բանականության օգտագործման որոշակի չափի իմացություն, այսինքն ոչ թե մենք ուղղակի տեքստ տանք կամ էսե տանք, որ գրի ուսանողը, մենք պետք է հաշվի առնենք, որ կա արհեստական բանականություն եւ հենց առաջադրանքը ինքնին արդեն իր մեջ բարդություն լինի, որ կարողանան ճիշտ արդյունք ստանալ։ Հիմա այս բային ուզում եմ բոլորդ ֆիքսեք, շատ կարևոր է արհեստական բանականության հետ աշխատելիս, հատկապես այն մարդիկ, որոնք շատ են աշխատում, ընթացքում, ասենք, 20 րոպե հետո սկսում են զայրանալ, ճիշտ հրահանգ տալը, այսպես ասեմ, միջազգային տերմինով prompt։ Ճիշտ prompt տալը, հիմա մեր կրթության մեջ պետք է դա ներառվի, որ կարողանան ստիպեն, որ երեխան, աշակերտը, ուսանողը աշխատացնի իր գլուխը եւ կարողանա ճիշտ prompt գեներացնել արհեստական բանականությանը ճիշտ հրահանգ տա։ Կրթության նոր չափորոշիչը կլինի դա, այսպես ասեմ։ Եվ ես ինքս գտնում եմ, որ եթե ես օգտվում եմ օրինակ համակարգչով կամ ես վարում եմ մեքենա, անպայման չէ որ ես հասկանամ այդ մեքենայի մեխանիկան կոնկրետ ես հասկանում եմ, բայց ես իմ ցանկությամբ եմ դրան գնացել։ Ես ունեմ ընկերներ, ես ունեմ գոլեգաներ, որոնք չեն հասկանում ինչպես է աշխատում մեքենան, բայց իրենք վարում են։ Արհեստական բանականությունը մեքենայի նման գործիք է, ինքը տեսեք մեքենան ինչպես է մեր կյանքը հեշտացել ժամանակի առումով, եթե մեքենան չլինի հատկապես մեծ քաղաքներում, դու օրական կորցնես X ժամ միայն տեղափոխվելիս, իսկ մեքենայի առկայությամբ արդեն այդ ժամանակը դու կարող ես տրամադրել այլ բաներին։ Հիմա նույն արհեստական բանականությունը այդ մեքենայի սկզբունքով է, անպայման չի, որ հասկանան մարդիկ արհեստական բանականությունը ոնց է այդ արդյունքը գեներացնում։ Այստեղ կարևորը կարողանաս ճիշտ կառավարել, մեքենայի ղեկը ճիշտ բռնես։ Դրա համար կրթությունը օր առաջ պետք է իր էվոլյուցիան ապրի եւ ինչպես մի փոքր կարող է մարդկանց մոտ ջղացկումներ առաջացնել հետեւյալ միտքը, բայց ինչպես ժամանակին Խաչատուր Ապովյանը կարողացավ մեր հայոց լեզուն դարձնել ժամանակակից արևելյան հայրեն, այդպես էլ էստեղ է պետք եւ համաշխարհային կրթության համար, կրթության նոր ստանդարտներ են պես, այլապես օր առաջ ինքը տագնապալի տեմպերով է առաջ գնում եւ օր առաջ պետք է դա կրթության մեջ ներառել, որտեվ ես ինքս մարտը, որ ինչպես նշեցի 4-ից 5 ժամ օրական տրամադրում է արհեստական բանականությունը, ես ինքս շատ դեպքերում չեմ հասցնում հետևել բոլոր նորություններին։ Ինքը ոլորտը շատ արագ է զարգացնում եւ ինձ թվում է, եթե
այս ոսկե ժամանակը մենք պաստորնենք, որպեսզի կարողանանք ներդնել կրթության մեջ այս ամենը, մենք ունենանք տարանջատում հասարակության մեջ։ Տեսեք, կար տարանջատում սոցիալական բաղադրիչով, այսինքն հարուստներ, աղքատներ եւ այլն, չգիտեմ, կա կրթական ցենզ, կրթված եւ այլն։ Մի հատ նոր ցենզ կգա, արդեն այս բարակայում մարդիկ ով որ տիրապետում են, արհեստական բանականության գործիքներին, արհեստական բանականությանը տիրապետում եւ մարդիկ, որոնք չեն տիրապետում։ Այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում, ինձ թվում է իրանք կորած սերունդ են որոշակի առումով, որտեղ իրանք դասական դիսցիպլիններով մենակ կարող են իրենց դրսևորել, իսկ ցավոք սրտի օր-օրի դասական դիսցիպլինները կրճատվում են։ Տեսեք Արման, կարծես թե հիմա հասարակությունը բաժանվում է մասերի այսպես ու ամենավառ արտահայտվածները դրանք ալարմիստներն ու տեխնո-օպտիմիստներն են, ովքեր ալարմիստները պնդում են այն տեսակետն են առաջ քաշում, որ արհեստական բանականությունը ինքնին արդեն տանում է մարդկային մտքի դեգրադացման, նույնիսկ ասում են, որ գիտելիքի դեվալվացիա է բերում նույնին արժեզրկման եւ պնդում են, որ հնարավորինս պետք է երեխաներին հետ պահենք նաեւ, եթե կրթական տեսանկյունից ենք մոտենում, որպեսզի կարողանան իրենց միտքը առաջ տանեն երեխաները։ Նույնը, եթե մի փոքր հետ գնանք, Սոկրատեսը ասում էր վախը ներարտահայտում այն կապակցությամբ, որ գրի առաջ գալու հետ միաժամանակ, երբ մարդը սկսի գրի առնել մտքերը, ինքը արդեն կդադարի մտածող մարդ լինելուց։ Եվ նույնը ինչպես արդեն նշվեց 1980-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ ուսուցիչներն ու դասախոսները աղմուկ բարձրացրեցին ու դժգոհում էին, որպեսզի չմտնեն հաշվիչները դպրոց, սակայն այդ process-ը այսպես թե այնպես տեղի ունեցավ եւ ինչպես տեսնում ենք, դեռևս մենք այդ դեգրադացիային չենք հասել։ Բայց ամեն դեպքում իրենք իրենց մտավախություններն ասում են ու հիմա մյուս կողմից տեխնո-օպտիմիստները հավատում են, որ հենց կրթական բանականության զարգացումն է բերելու մեզ այն կետին, որտեղ մենք միշտ երազել ենք լինել ու հիմա իրենք ասում են, որ կգա ժամանակ, երբ որ դրախտավայրում մենք կհայտնվենք, այսինքն մարդը արդեն կլինի այնքան ազատ ժամանակ կունենա, որ ոչ թե կմտածի աշխատատեղերի մասին կամ զուտ իր գոյությունը պահելու մասին, այլ արդեն կգնանք մենք դեպի ավելի խոր փիլիսոփայական ինքնաճանաչման ուղիով եւ ավելի շատ ժամանակ կունենանք մեր միտքը զարգացնելու։ Ես որպես կրթության փորձագետ մի փոքր ալարմիստների գաղափարներին եմ հարում, մի փոքր տեխնո-օպտիմիստների, որովհետև ամեն դեպքում մենք բախվել ենք դեռևս ինքը մեզ համար նորություն է ու հատկապես Հայաստանի Հանրապետությունում, քանի որ կրթական համակարգը այս պահի դրությամբ 23 թվից ավելի շուտ արդեն մենք ունենք նոր կրթական պետական չափորոշիչ, բայց կարծես այս պահի դրությամբ այդ չափորոշիչը արդեն հետ է մնում զարգացումներից։ Եվ այստեղ ուրիշ խնդիր է առաջ գալիս, այն որ մենք նշում ենք ու խոսում ենք այն մասին, որ պետք է կարողանան նաև երեխաները տիրապետել, բայց այստեղ կա մի նուրբ հարց, մի բան է, երբ գործիքը կիրառում է երեխան, ով դեռևս հիմնարար գիտելիք շատ չունի, եւ մի բան է, երբ կիրառում է ուսանողը։ Այ մենք սրա հետ ենք անընդհատ բախվում եւ այս պահի դրությամբ շատ ուսուցիչներ ու շատ ծնողներ պատրաստ չեն առերեսվելու նորի հետ եւ այո, արհեստական բանականության գործիքները կիրառվելու այդ պահը դեռևս ընկալվում է որպես գրագողություն, որին մենք անպայման կվերադառնանք, այդ նույն ակադեմիական ազնվության պահը, փորձենք հասկանալ այսօրվա դարաշրջանում ինքը առհասարակ կա այդպիսին, թե փոխվում է։ Առհասարակ այդ մոտեցումը տագնապաբրողների, ալարմիստների եւ իրենց հակառակ կողմը տեխնո-օպտիմիստների բոլոր բնակավարներում կա իրենց ուրույն անուններով, բայց ծայրահեղությունից ծայրահեղություն բոլոր բնակավարներում կա, իսկ ճիշտը ոսկե միջինն է, այսինքն պետք է փորձել մաքսիմում իր տված հնարավորություններից օգտվել, բայց նաև չպետք է ապավինել միայն դրան, որ դրանից հետո մենք կապրենք դրախտում, մի փոքր պատմական ակնարկ, եթե չեմ սխալվում 50-ականների թվականներին փորձ կատարվեց մկների դրախտ անունով, երբ որ 50 զույգ մուկ տեղադրեցին իդեալական պայմաններում, այսինքն ջերմային տատանում չկար, ստաբիլ ջերմաստիճան, միշտ կար ջուր, միշտ կար սնունդ եւ հնարավորություն անսահման բազմանալու։ Շատ արագ մկների պոպուլյացիան հասավ 3000-ից ավել
մուկ էր այդ փորձում, իրենք ծնելիությունը շատ արագ առաջ եկավ, դրանից հետո փորձ տնողները նկատեցին, որ սկսեց սոցիալական բաժանում եւ մկները սկսեցին դրսևորել ինտրովերտ բայվածք, այսինքն պարփակվեցին իրենց մեջ, դրանից հետո ծնելություն ընկավ եւ եթե չեմ սխալվում 3 տարվա ընթացքում փորձը վերջացավ եւ ոչ մի մուկ չմնաց, այսինքն պոպուլյացիան հասավ 3000 եւ ավել մուկ, դրանից հետո մկները սկսեցին ուղղակի չբազմանալ, քանի որ լիություններ եւ ամեն ինչ կար եւ փորձը ավարտվեց նրանով, որ ոչ մի մուկ չմնաց, այսինքն պետք չէ ուտոպիայի մասին մտածել, որտեղ հենց կյանքի հետաքրքրությունը, ճիշտ է, ամեն մարդ իր հետաքրքրությունը գտնում, բայց կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է, որ պայքարես, ինչ-որ բան բացահայտես, եթե ամեն ինչ մերտեղ պետք է անի սուպեր համակարգիչը, ինքնին կյանք արդեն հետաքրքիր չի լինի, այսինքն այդ մոդելը, որոշակի շրջան տեխնոօպտիմիստների ասում են, բնականաբար չի էլ իրականանա, շատ մի պարզ բացատրություն նաև ունի, եթե մարդիկ գիտեն տիեզերքի, մոտավորապես պատկերացնում են տիեզերքի չափերը, առկա ռիսկեր է տիեզերքում, որտեղ իրականում տիեզերական մասշտաբի եւ ոչ մի մարտահրավերի մենք այսօր չենք կարող դիմակայել համային մարդկության ուժերը, եթե համախմբվեք, նույնիսկ տիեզերական։ Բայց այստեղ էլ ասում են, որ արհեստական բանականությունը սկսում է գեներացնել ու ամբողջ նպատակը նաև այդ է մարդկությանը պաշտպանել արտաքին վտանգներից։ Այո, արտաքին վտանգներից, բայց արտաքին վտանգները պետք է համահավասարաչափ լինեն երկրագնդում արկա պաշարներով, հնարավորություններով, այսինքն մենք շատ տեղ ունենք զարգանալու եւ միշտ ինչ որ տեղ կլինի ավել զարգանալու, այս մասը տեխնոօպտիմիստների հետ, իսկ ալարմիստների հետ կապված ինձ թվում է նույնիսկ այն ժամանակ, երբ որ մարդիկ առաջին անգամ կրակ վառեցին, նույնիսկ այդ ժամանակ այդ ցեղերի մեջ եղել են մարդիկ, որոնք ասել են պետք չի, այստեղ վտանգ կա եւ այլն, այսինքն մարդկային մենք ինքներս երևի մեր ընտանիքներում շրջապատում ունենք մարդիկ, որոնք պահպանողական հայացքներ ունեն, ալարմիստները հենց դրանով են իրենց բնորոշ հատկանիշը, իրանք պահպանողական բնավորություն ունեն, պեսիմիստ են, այդպես կարելի ասել, բայց նաև կա որոշակի բնականաբար, կա նաև որոշակի տրամաբանական վախեր այդտեղ, որը լայն հասարակությանը դեռևս չի ներկայացնում, այսինքն այն մարդիկ, ովքեր որոշակի թեմայի մեջ խորացել են, փորձել են հասկանալ ինչ պաշտպանիչ շերտեր ունեն նույն լեզվական մոդելները, իրենց համար պարզ է, բայց լայն հասարակության համար դա սև սենյակ է եւ իրենք չեն տեսնում այնտեղ ոնց է, բայց իրականում այդ համակարգը շատ բարդ է եւ արհեստական բանականության մոդելները, լեզվական մոդելները նախքան կիրառելը, այսինքն նախքան իրենց լայն հասարակությանը ներկայացնելը, իրենք թեստային շրջան են անցնում, այսինքն փակ առանց համացանցի, առանց արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություն, իրանք թեստային շրջան են անցնում եւ նույն ծրագրավորողները իրենց տարբեր տեսակի պրոմպտեր են տալիս, որպեսզի հասկանան ոնց կդրսևորի իրեն տվյալ լեզվական մոդելը։ Դրանից հետո ինչպես եւ տեղերը, ուղղակի տեղերի պարագայում, տեղորայքի պարագայում տասնամյակներ է տևում, հիմա լեզվական մոդելների պարագայում շատ ավելի արագ է տևում, բայց ինքը անցնում է բազում պաշտպանողական պրոտոկոլների միջով եւ հրահանգի մեջ հենց լեզվական մոդելների հրահանգի մեջ ամենասկզբնական, այսպես ասած, DNT մակարդակում գրած է, որ ինքը չի կարող մարդուն վնասել։
Այսինքն այդ լեզվական մոդելի, այն ինչ որ հիմա կա շուկայում, լեզվական մոդելը ինքը իր էությամբ ստեղծված է մարդուն օգնելու։ Արման, այստեղ լիովին համաձայն եմ, բայց կա ես ամեն դեպքում վտանգ եմ տեսնում արհեստական բանականության գործիքների կիրառումը հատկապես դեռահասների եւ երեխաների շրջանում ու ինձ այս պարագայում ընդհանրապես չի հետաքրքրում այդ խաղափարախոսությունը, որը պետք է լինի ակադեմիական ազնվություն, որովհետեւ ակադեմիական ազնվությունն էլ է այստեղ փոխվում։ Ինձ համար ավելի կարևոր է որպես մարդ, որպես մանկավարժ այն հանգամանքը, որ ցավոք այսօր շատ մեծահասակների հետ որ զրուցում ես, մտահոգիչ մի բան կա, իրենք համարում են, որ արհեստական բանականությունը ամեն դեպքում ունի բանականության որոշ տոկոս, եւ եթե օրինակ մեծահասակը չի ընկալում, ասում է, ես իրեն լավ դիմեցի, որ իր հետ փաղաքշական խոսեցի, ինքը ինֆորմացիան ավելի արագ բերեց։ Իրականում գիտենք, որ նման բան չկա, բայց երեխաների շրջանում շատ վատ մի միտում է նկատվում, որ հիմնականում երեխաների ձայնը այդքան էլ լսելի չէ ու շատ ժամանակ մենք ինքներս ժամանակ չենք տրամադրում երեխային իր անձնական հուզական դաշտի հետ կապված ուսուցիչներն չեն անում, բայց երբ ինքը արդեն նստում է համակարգչի մոտ ու սկսում է խոսել լեզվական մոդելի հետ, բնականաբար պատասխան է գալիս այնտեղից, որը երեխային թվում է, թե իրեն այնտեղ նստած ինչ-որ մեկը պատասխանում է։ Ու մենք շատ լավ գիտենք լեզվական մոդելը ոնց է արձագանքում։ Հարցը գալիս է պատասխանը ու երեխան շփոթվում է։ Կան երեխաներ, որ ասում են արհեստական բանականության գործիքը իմ լավագույն ընկերն է։ Այս սա որոշ չափով վտանգ կարող ենք դիտարկել եւ այստեղ ոնց պետք է ուսուցիչը կամ ծնողը լինի պատրաստ ու ինչ է պետք անընդհատ ասել, ինչի մասին պետք է անընդհատ մենք խոսենք, որ հասարակության լայն շերտերը ի վերջո այսպես ֆիքսեն, որ ինքը ընդամենը շատ արագ աշխատող համակարգիչ է եւ այնտեղ բանական կամ էմոցիոնալ ոչ մի բան չկա։ Մենք հիմա այդ ռիսկին շատ մոտ կանգնած ենք։ Տեսեք, մենք տան ունենք էլեկտրական սղոց եւ ինքը շատ է օգնում կորզանելիս եւ եթե այդ էլեկտրական սղոցը վերցնի եւ իմ երեխան օգտագործի իրեն վնասի, դա նախ եւ առաջ իմ պատասխանատվության տիրույթում է։ Այսինքն համենայն դեպս ինձ դեռևս հայտնի չի ոչ մի ԱՊ մոդել, որը ունի քիչ հավելված իր հետ։ Այսինքն իսկ ով է ասել, որ երեխաները ընդհանրապես պետք է ունենան հնարավորություն օգտվելու կամ որտեղ է սահմանված ինչ տարիքից պետք է մոտեն, այսինքն չկա ինչ որ նույնական մոտեցում, որ այս կիրառում ես, ասենք չգիտեմ, գլխուց ցավում է, տեղես խմում, ասում է, այդ բոլորը գիտեմ, բայց այս շատ ինդիվիդուալ է, ամեն ընտանիք, ամեն ծնող ինքը պետք է հասկանա, ինչքան է ինքը իրեն վստահում, իր երեխային վստահում, ինչքան կարող է ժամանակ տրամադրել, որ դե բնականաբար այդ ամեն ինչի հիշողության մեջ մնում է, որ ստուգի իր երեխան ինչ է արհեստական բանականության հետ խոսացել, այսինքն այստեղ ամեն ծնողի պատասխանատվության տիրույթում է, թե ինչ կանի իր երեխան, թող թվացial ապահովությունը կամ ապահով լինել, որ երեխան տուն է, թող այդ զգացողությունը, որ անվտանգության բարձիկի մեջ է, չխապի մեր հասարակությանը, ոչ երեխաները կարող են հիմա տանը իրենց ավելի շատ վնասել, քան առաջ փողոցում։ Այո, քան առաջ փողոցում, այստեղ ծնողը երեխայի համար պատասխանատու է 24 ժամ, չկա այդպիսի մի, եթե բնականաբար մենք խոսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, չկա մի այդպիսի միջավայր, որ դու կարողանաս ասես, ես կգնամ սուրճ խմեմ կամ չգիտեմ ընկերներս հետ ժամանակ կանցկացնեմ, երեխաս չէ, այդ հենց այդ է, այսինքն պետք է կարողանաք դուք ձեր մեջ սահմանները գծել, հասկանաք, որ այս պահից հետո կարելի է, այս միջև այս պահը չի կարելի։ Այս մասով ինձ թվում է պետության կամ մանկավարժական հանրույթի անելիքը այդքան էլ շատ չէ, այստեղ ընտանիքի ու ամեն մարդու համար ինդիվիդուալ մոտեցման հարց է, թե ինչ վտանգներ երկարաժամկետ ինքը ցույց կտա, այդ դեռևս շատ վաղ է դրա մասին խոսել, այսինքն մենք դրա արդյունքները կտեսնենք, չգիտեմ, 5 տարի հետո, 10 տարի հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվեց դեպք, երբ աղջիկը պաշտոնապես ամուսնացավ արհեստական բանականության մոդելի հետ։ Ես ասեմ ձեզ, այդ նորություններին ես էլ եմ բան արել, ծանոթացել,
հավաստիություն չկար, այսինքն ես փորձեցի fact checking անել, ինքս ինչքան հասկացա հենց այդ ինֆորմացիան ուշադրություն գրավելու համար, այսինքն ինքը ոչ թե իրական դեպքեր, այլ որպես առաջին հենց նպատակը այդ էր, առաջինը լինելու վախերի ներդրման process-ը հենց այդպես էլ է գնում ու դրա համար է շատ մարդկանց մոտ այդ վախը տագնապը առաջանում։ Անի ջան, կներես, ես այ վախերի եւ մարդկանց հուզական զգայական տիրույթում ազդելու հետ կապված մի հատ օրինակ եմ ուզում բերել, ուրեմն 2000-ականների սկզբերից, երբ որ բջջային հեռախոսները արդեն դարձան կարծես թե բոլորին հասանելի, քանի որ ինքը շատ նման էր սովորական մեր տան դասական հեռախոսների, տարիքային առումով բոլորին հասանելի էր եւ չկար տարիքային բաժանում, որ տեսեք դեռահասները լավ են օգտվում, երիտասարդները լավ, իսկ միջին եւ ավագ սերունդի ներկայացուցիչները չեն կարողանում օգտվել։ Դրանից հետո հաջորդ փուլը սմարթֆոններն են, երբ որ առաջին սմարթֆոնները դուրս եկան, ընդհանրապես մեծահասակներին կամ միջին սերունդին հետաքրքիր չէր, դրանից հետո դուրս եկան արդեն սենսորային սմարթֆոնները, արդեն ավագ եւ միջին սերունդը ընդհանրապես հեռու էր, բայց այսօր ես կարող եմ ասել նույն իմ ծնողները ավագ սերունդի ներկայացուցիչներ են, բայց լիարժեք տիրապետում են սենսորային սմարթֆոններին, որտև պետք է։ Այսինքն, եթե մեր կենցաղավարության մեջ իր անհրաժեշտությունը եղավ, մարդը շատ շուտ կադապտացվի։ Այսպիսի մի թեզ կա տնտեսագետների շրջանում, կոչվում է արհեստական պարոնականության փուչիկ, եւ շատերն են կանխագուշակում, որ արհեստական պարոնականության հետ կապված տնտեսական խոշոր անկում կլինի, որտեղ մենք ունենք product, որը շատ թանկ է, իրականում հավելվածը, երբ որ դու ներբեռնում ես եւ իր վճարովի տարբերակից ես օգտվում, ընդամենը միջինը 25 կամ $30 է, բայց իրեն պահելը, իրեն ստանալը շատ թանկ է եղել ու բնականաբար նաև այդ տեխնոլոգիաները այն մարդիկ, ովքեր համակարգիչների հետ գործ ունեն, իրանք գիտեն եւ տեսակարդներն են շատ թիմաթանկ եւ օպերատիվ հիշողության չիպերն են շատ թանկ, այդ ամեն ինչը որտեվ գործարանները քիչ են, կոնկրետ Հոլանդիայում մի հատ գործարան կա, որը միակն է աշխարհում, ինքը իր գործառույթով եւ այդ գործարանը աշխատում է 24/7 ռեժիմով, բայց ինքը չի հասնում, դրա համար պահանջարկը շատ է, ապրանք չկա եւ օր-օրի քին թանկանում է։ Հիմա նայեք, ինչ է ասած արհեստական պարոնականության փուչիկը։ Արհեստական պարոնականությունը ունի շատ հզոր գործիքակազմ, ինքը շատ ուժեղ է, իրենից շատ մարդ օգտվում է, բայց կենցաղում կիրառելի չէ։ Հենց այս մի կարևոր պահան է, որ տնտեսագետները սրա վրա հիմնվելով ասում են, հա լավ, մենք տրիլիոնավոր դոլարներ ծախսեցինք արհեստական պարոնականության, տարբեր լեզվական մոդելներ ենք ստացել եւ իրենք իրենցից անկախ են։ Այսինքն OpenAI-ը առանցին է, Anthropic-ը առանցին է, Google-ին առանցին է, ավելի փոքրների մասին չեմ էլ խոսում։ Եվ այդ ամեն ինչը ունի իր տեխնիկական բազա, բայց կենցաղավարության մեջ ինքը կիրառելի չէ, հատկապես լայն շրջանում։ Նոր փորձում են ներդնել եւ մեքենաների մեջ տեսեք մեքենաները ունեն բանականություն, բայց այդ լեզվական մոդելները ընդհանրապես աղերս չունի, դա մեքենան ուղղակի համակարգչի համակարգի է աշխատում, էլեկտրական մեքենաները հատկապես համակարգչի համակարգով են աշխատում, նույնիսկ խելացի տներին է նույնպես համակարգչի համակարգով են աշխատում, իրանք փակ են, հենց այստեղ է կարևոր ջրբաժանը, կկարողանանք մենք լայն կենցաղավարության մեջ ներդնել արհեստական պարոնականությունը, թե չէ, տեսեք, ես օգտվում եմ արհեստական պարոնականությունից, իմ ժամանակի մեջ խնայում եմ օրական 2 ժամ, բայց եթե մի պատկերացնենք, որ վաղ առավոտվանից այլևս լեզվական մոդելները չի լինի եւ արհեստական պարոնականություն եզրույթ այլևս չի լինի, գլոբալ առումով իմ կյանքում բան չի փոխվի։ Բայց եթե մի պատկերացնեմ, որ վաղվանից հեռախոս չի լինում, իմ կյանքը 170 անգամ կփոխվի։
այստեղ է, եթե մենք կարողանանք ներդնել արհեստական բանականությունը մեր կենցաղավարության մեջ, մարդկությունը այսպես տեմպես իրենից կօգտվի արդեն այս սվիներով չեն դիմավորի արհեստական բանականությունը եւ իրեն չարիք չեն ներկայացնի, որտեղ ես նաեւ այդպիսի թեզեր եմ լսել, որ սատանայական դրսևորումը եւ եկել է արդեն աշխարհի վերջը եւ Մեր կործանումը մոտ է։ Այո, այդպիսի տարբերակներ եմ լսել, հենց այս է ճրպաճանը։ Եթե կարողացանք նու խոսքը Հայաստանի մակարդակով չէ, համաշխարհային մակարդակով այդ խնդիրը կա։ Եթե մոտ ժամանակներս, այսինքն մոտակա 1 կամ 2 տարվա ընթացքում չկարողացանք ներդնել կենցաղավարության մեջ, կենցաղի մեջ չկարողացանք, այսինքն ինքը լայն օգտագործում չունեցավ, իրոք այդ փուչիկը կպայթի եւ շատ հնարավոր է որ արհեստական բանականության զարգացումը կագնի տարիներ, որտեվ ինքը ներառած է շատ մեծ գումար, բայց այդ գումարի դիմաց դիվիդենդները դեռևս ներդրողները չեն ստացել։ Արման, ամեն դեպքում էլի պետք է հետ վերադառնանք կրթական ոլորտ ու այսօր հասարակությունը մարդիկ անդադ պնդում են, որ մենք ուզում ենք հարուստ եւ կայուն պետության մեջ ապրել, մենք ուզում ենք զարգացած ռազմարդյունաբերություն տեսնել, մենք ուզում ենք լավագույն բժշկական համակարգը ունենալ, բայց դրա հետ միաժամանակ մենք էլի հասարակության հենց այդ վախերին հետ գալով տեսնում ենք այդ նույն արհեստական բանականությունը չարիք է, մեզ կկործանի, բայց մենք նաև հիմա գիտենք, որ արհեստական բանականության որոշ հատվածներ հենց կիրառվում են բժշկագիտության մեջ, կիրառվում են ռազմարդյունաբերության մեջ եւ բնականաբար մենք կրթությունը չենք կարող զատել այս ոլորտներից, այսինքն բոլոր այս ոլորտները կրթության, լավ կրթության արդյունք են ու եթե մենք մի կողմ դնենք կենցաղային մակարդակում բանականության, արհեստական բանականության կիրառումը, ապա ոլորտները համաչափ զարգանում են կիրառելով արհեստական բանականության ինչ-որ գործիքներ։ Եվ մենք սրա հետ անընդհատ այսպես թե այնպես առնչվելու ենք ու լեզվական մոդելների հետ կապված վստահ կարող ենք ասել, որ դժվար թե լինի այնպես, որ մենք վաղը արթնանանք ու իրենք արդեն գոյություն չունենան, բայց կրթության մեջ իրենք բերել են շատ մեծ փոփոխություններ։ Այսօր մենք շատ քննարկվող թեմաներից մեկն է կրթության մեջ, օրինակ էսսե գրելը, էլի ինքը շատ բողոքների ու ցույցերի է արժանանում, որովհետև ծնողների եւ ուսուցիչների մեծ հատված ասում են, որ էսեն չի ստացվում գրել, որ ինքը ժամանակից շուտ է մտել դպրոց, բայց հիմա դրան հակառակը Ալեքսանդրի այսպես ասենք օգնությամբ մենք տեսանք, որ միգուցե արդեն էսեն էլ է շատ հնացած, որովհետև մենք այստեղ ինչն ենք գնահատում։ Մենք գնահատում ենք վերջնարդյունքը, թե գնահատում ենք process-ը։ Այստեղ այդ հարցը գնում է նույն կենցաղավարության, նույն ճիշտ օգտագործման մեջ, որ մենք պետք է փորձենք հասկանալ ինչն ենք կարևորում, մարդու որ ասպեկտն ենք կարևորում, գրված թուղթը, որը կլինի էսե կամ գիտական հոդված, կամ միգուցե մագիստրոսական թեզ, կամ թեկնածուական ինչ-որ գնահատում ենք միայն թեստը, բայց process-ը, գործընթացը չենք գնահատում, որը մարդու ուղեղի հետ է կապվում։ Այստեղ էլ էլի հետ են գալիս նրան, որ եթե անընդհատ դու հուշումներ ես տալիս ու տեքստդ գեներացնում ես կամ խմբագրում ես արհեստական բանականության միջոցով, ապա սկսում է ուղեղդ հետ գնալ։ Հիմա մենք ոնց անենք, որ այս նոր իրականության հետ առերեսվենք, իրեն ընդունենք, իրենից շատ չտուժենք, բայց փորձենք նաև համահունչ իր հետ գնանք։ Քանի որ ոլորտի պատասխանատուն ես չեմ վերցնի հանձին վրա եւ այսպես ասեմ իդեալական տեղատոմսը չեմ ասի, բայց ես հարցը ավելի լայն դիրույթ ունեմ։ Դու որպես ծնող ինչպես ես դրան մոտենում, ինչը կուզես որ դպրոցում երեխային գնահատվի։ Արդյոք օրինակ շարադրությունը կամ թեմատիկ աշխատանքը այդպես գնահատել է ճիշտ է թե ընթացքն է։ Ես որպես ծնող գաղափար կամ պատկերացում չունեմ թե կոնկրետ այս պարագայում, երբ որ ունեմ դպրոցում սովորող երեխաներ, ինչ պետք է փոխել, որտեվ ինչ որ բան կտրուկ փոխես հնարավոր է եղածած մոդելը փլվի, այդ պարագայով դրա հետևանքով երեխան չստանան լիարժեք կրթություն, մյուս կողմից է վախենում ես կարող է պահապան թողնես, եթե չփոխես։ Հիմա հենց այդ ճշմարանի պահն է կարծես։ Այդ առումով ես չունեմ, որպես ծնող եթե նայում եմ, չունեմ ոչ պատասխան, ոչ էլ ինչ որ քայլեր անելու ճանապարհային քարտեզ։ Բայց եթե որպես ծնող չեմ նայում, այլ որպես
քաղաքացի եւ մի բան մոռանում եմ, որ իմ երեխաները սովորում են հիմա դպրոցում, ես կողմ եմ, որ կրթական ամբողջ համակարգը փոխվի, այսինքն փոխվի չէ, երևի ավելի ճիշտ կլինի 0-ից գրվի, պետք չէ ինչ-որ բան փոխել, որովհետեւ Արման, այստեղ նաև մի բան եմ ուզում ասել, որ հիմա նաև շատ մարդիկ կան, նաև անձամբ ինձ են մեկնաբանություններում գրում, իդեպ այս podcast բարի հետ կապված ես անդադ քարկոծվում եմ, որակավորումներ եմ ստանում, ասում են հայերեն բառը կիրառի, այսինքն երբ դեռ մենք հենց մնացել ենք այնտեղ, որ չենք ուզում անգամ հայերեն բառը կիրառի, ճիշտ է, զրույց Զրույց, լավ, ասենք, բայց ինքը զրույց չի թարգմանվում, որովհետև podcast-ը դեռ թարգմանված չունի, եւ այդ նույն մարդիկ այսօր առաջ են տանում այն թեզը, իրենք ասում են խորհրդային միության կրթական համակարգը լավն էր։ Ես իրա մեջ վտանգ եմ տեսնում նրանով, որ այնքանով, որ այն ժամանակային հատվածով, այո, ինքը եղել է լավագույնը, բայց մենք այդ հասարակարգը չենք արդեն։ Մենք փոխվել ենք եւ եթե մենք անդադ ուզում ենք հետ գնալ, ու անգամ այսօր կրթական նոր չափորոշիչը շատ ուսուցիչների կողմից ընդունված չի, որովհետև մենք գիտելիքահեն կրթությունից անցանք կարողունակահեն կրթություն, այստեղ փոխվում է ուսուցչի դերակատարությունը, որը դեռևս ուսուցիչը չի ուզում դրան հարմարվել, եւ ելի մենք հիմա դեռ այս մեկը չենք մարսել, կարելի այսպես ասել, առաջ է գալիս նորից կրթական ջուր փոփոխությունների, որովհետև իրոք 23 թվականից հետո, երբ ռուս ուսանողը իրապես ցույց տվեց, որ խարխլվում է ամեն ինչ, որովհետև մարդը 23 ժամում պաշտպանեց իր աշխատանքը, օրինակ, որի վրա ես ծախսեցի տարի ու կես, բայց ես էլ ստացա դիպլոմ, ինքն էլ ստացավ, եւ հիմա մարդկանց մոտ այդ հարցն էլ է առաջանում, ինչ ենք սովորում, ինչի համար ենք սովորում եւ արդյոք ճիշտ ենք սովորում։ Ես թույլ տվեք մի փոքր նկատողություն կապված podcast-ի եւ podcast-ի մատուցման հետ, քանի որ podcast-ը դիտում է հասարակության լայն շերտ, կխնդրեմ, որ podcast-ի շրջանակներում մինիմալիզացնել մասնագիտական տերմինաբանությունը, դա իդեպ առանձնապես ոչ մեկի հետաքրքիր չի, մարդիկ կարող է podcast նայեն, ինչ որ հարցերում պատասխան գտնելու, բայց կոնկրետ դու անի հենց նոր քո մտքում միտքը ձևավորելիս շարդեցիր մի շարք բառեր, որոնց մի մասը ես ինքս նույնիսկ չհասկացա, ինչու մասին էր խոսքը, այսինքն պարզ խոսենք, անպայման դիտարկումը կրթական այս հարցը բնականաբար պետք է բախվի նաև սոցիալական, ընկալման եւ այլ հարցերի հետ, որտեղ չկա մեր իրականության մեջ մի հարց, որը կապված չէ կյանքի մյուս ասպեկտների հետ։ Բնականաբար մեկը մյուսի հետ կապված է։ Ես մի հատ մեր հիշողություն եմ ուզում թարմացնել, տեսեք կրթության համար եք ասում, որ այս մեկին դեռ չենք սորվել, մյուս մարդ արվել, մյուս կներեք մեր ազգի վրա եմ ուզում օրինակ բերել եմ մասնավորապես կոնկրետ այն տարածաշրջանը, որտեղ մենք ենք բնակվում, խոսքը ովքեր չգիտեն մենք Գյումրիում ենք բնակվում, կյանքը Գյումրեցու աչքերով 1988 թվականին ուրեմն ավերիչ երկրաշարժ, դրանից հետո անկախություն, այսինքն մարդիկ, որոնք ծնվել են մի պետության մեջ, այդ պետությունը այլևս չկա, դրանից հետո պատերազմ, դրանից հետո մութ ու ցուրտ տարիներ, իդեպ մութ ու ցուրտ տարիները Գյումրիի համար հենց իրոք շատ ցուրտ են եղել, որտեղ մենք ավելի հյուսիսային ենք, ավելի բարձրադիր ենք ու շատերը ուղղակի տուն չունեին։ Երբ որ քարե տան մեջ ես կարելի է ինչ-որ բան անել, բայց երբ որ երկաթե ժամանակավոր տնակներում ես շատ բարդ է այդ ամեն ինչը եւ չվերացավ Գյումրին։ Այդ թվում եւ Սպիտակը եւ Վանաձորին է նաեւ վերաբերվում։ Այս տարածաշրջանը չվերացավ, մարդիկ պայքարեցին, մարդիկ կարողացան ընտելանալ այդ պայմանների, մարդիկ կռիվ տվեցին, որոշները բարելավեցին իրենց պայմանները, որոշները մնացին այդ տնակներում, ցավոք սրտի որոշները մահացան այդ տնակներում այդ պայմաններից, բայց ընդհանուր առումով մենք այսօր 2026 թվականին այս տարածաշրջանում, կոնկրետ մարզի նկատի ունեմ տարածաշրջանը, որտեղ այդ ցնցումները բոլոր եղավ, դիմակայել ենք եւ ունենք շատ լավ սերունդ, որը նայում է ապագա, դեպի ապագան եւ շատ երջանիկ, շատ նպատակասլաց, շատ լավ սերունդ ունենք երջանիկ
ապակայի հետ կապված, այսինքն այդ երեխաները գիտեն ուր են շարժվելու ու ուր են շարժվում եւ ինչ են ունենալու կյանքում, այսինքն ինչի եմ ես առանձնապես շեշտում, որտեվ մի բա հատկապես 90-ականների վերջեր 2000-ականների սկզբեր այս տարածաշրջանում ապակայի հանդեպ վստահություն չկար, բայց կարողացանք այդ ամեն ինչը հաղթահարել։ Հիմա նույնն էլ կրթության մեջ է, այսինքն ազգ, որ կոնկրետ հայերի ու կոնկրետ այս տարածաշրջանի մարդկանց համար եմ ասում, մենք այդ փորձությունների մեջով ենք անցել, այս կրթական մարտահրավերները թույլ տվեք ինձ մի փոքր այսպես հեգնանքով նայել, բնականաբար միշտ էլ ցանկություն կա կարճել անցյալից, բնականաբար կոնֆորմիզմը մարդկանց մեջ մտած է եւ մարդիկ սիրում են նախ եւ առաջ հարմարավետություն։ Մենք երբ որ երեխան դպրոցից գալիս է, մենք իր գնահատականները, իր առաջադիմությունը չափում ենք մեր ընկալմամբ, այսինքն մենք ինչ ենք անում, գալիս ենք տուն, առաջինը մեր գնահատականն ենք ուզում ասել, էական չէ, այդ գնահատականին ճանապարհով ենք ստացել, եւ դա էր մեր համար գերագույն կետը ուսման մեջ, բայց հիմա ընդհանրապես գնահատականները կարևոր չեն, բայց այն ինչ որ հիմա է կարևոր, 5 տարի հետո դա էլ կարևոր չի լինի եւ դա նորմալ է, պետք է կարողանանք ընդելանալ եւ փորձել առաջ բնականաբար սերունդ կունենանք, ով որ միջանկյալ է եւ այդ սերունդը մեծամեծ ինչ որ հայտնագործություններ կամ նվաճումներ չունենա։ Դա պատմության մեջ միշտ եղել է այդպես, այսինքն մարդիկ հնարավորությունները միշտ չէ որ սերունդների համար հավասար եղել։ Սերունդներ եղել են, որոնք ունեցել են արարելու, ստեղծելու լավ հնարավորություններ, սերունդներ եղել են, որոնք ստիպված են եղել պայքարելու, որ ստեղծեն հնարավորություններ հաջորդ սերունդների համար արարելու։ Հիմա էլի նույնն է տեղի ունենում, բայց ամեն դեպքում կրթական համակարգը ինքը ամենակարևոր համակարգերից մեկն է, ու եթե մենք մեկ օր շուտ կամ անգամ արդեն 1 ժամ շուտ չբախվենք այն մտքին, որ այլևս մենք չենք կարող մնալ անցյալում, մենք շարժվում ենք առաջ եւ եթե մենք ուզում ենք զարգանալ գնալ առաջ, մենք էլ չպետք է հետ հայացք գցենք կրթական համակարգերին, չափորոշիչներին, իսկ գնահատականների հետ կապված շատ քիչ ծնողներ ու ուսուցիչներ կան, նաեւ աշակերտներ, ում համար գնահատականը կարևոր չի։ Ես ոլորտի մեջ լինելով դա վստահաբար ասում եմ, որովհետեւ այսօր աշակերտների համար էլի շատ կարևոր է գնահատականը։ Հիմա բայց փոխվում է մոտիվացիան եւ այստեղ մենք շատ կարևոր կետ ու մեր զրույցի վերջնաբանին հասնելով պետք է խոսենք էլի նույն ակադեմիական ազնվության մասին, հասկանանք սա ինչ է նշանակում, որովհետեւ արդեն իսկ կրթական համակարգը չի մնում այն տրամաբանության մեջ, ինչը մենք սովորել էինք ու ինչը մենք ունենք այս պահի դրությամբ, որովհետեւ օրինակ եթե հիմա մեզ մոտ գործում է պատժի միջոցը ու շատ ուսուցիչներ փորձում են զսպող որպես մեխանիզմ ասել, այ եթե ես տեսնեմ, որ դու տեքստը գեներացրել ես արհեստական բանականության օգնությամբ, ես քեզ նորմալ գնահատական չեմ տնի, կամ կպատժեմ, անդադ այդ պատիժը կա, մինչդեռ Եվրոպայում ու առաջատար համալսարաններում, դպրոցներում փոխվում է մի փոքր մոտեցումը ու այստեղ գործում է honor code ասվածը, այսինքն ազնվության կոդեքսը, ինչը իրենից ներկայացնում է, որ երբ որ ուսանողին կամ աշակերտին ներկայացում է իր պարտականությունները ու պայմանագիր պետք է ինքը ստորագրի համենայն դեպս ուսանողը, այնտեղ հստակ արդեն գրված է, որ աշխատանքը ներկայացնելու ժամանակ դու պետք է ներկայացնես, թե արհեստական բանականության ինչ գործիքներից ես օգտվել, ինչքան ես օգտվել, երբեմն համալսարաններ կան, իրենք ասում են, որ այ այս հատվածում չես կարող օգտվել, ենթադրենք եթե գրում ես էսե չպետք է օգտվես, այլ կարող ես օգտվել միայն օրինակ խմբագրելուց կամ ստուգելուց, կամ կարող ես նկարները գեներացնել արհեստական բանականության օգնությամբ։ Եվ այս ազնվության պահը կարծես թե մի փոքր շտկումներ է անում, որպեսզի այն մարդիկ, ովքեր դեռ սեփական ուղեղն են օգտագործում ու արհեստական բանականության օգնությանը չեն դիմում, իրենք էլ շատ, այսպես ասած, նեղված չլինեն, բայց ամեն դեպքում ինքը կարծում եմ կարևոր բան է, որովհետև մենք խոսում ենք այն մասին, թե
ինչպես է փոխվում կրթությունը, միշտեր կրթությունը հենց այս պահին է արդեն փոխվել։ Եվ օրինակ հետ վերադառնալով քո սովորած տարիներին, դու ինստիտուտում, ավելի շուտ պոլիտեխնիկ ինստիտուտում դու սովորում էիր մի բան, որը վաղուց արդեն գոյություն չուներ։ Նաև հիմա էլ նույնը դրա հետ է կատարվում ու այստեղ փոխվում է առհասարակ գալիս է առաջ ամենակարևոր հարցը՝ կրթության նպատակը որն է, կամ ինչ ենք մենք հասկանում վերջնարդյունք ասելով, կամ այդ ազնվությունը, էթիկան, բա իրենք ուր են մնում, թե մենք այս աշխարհում արդեն պետք է նոր էթիկաների մասին մտածենք, նոր ազնվությունների մասին մտածենք, թե այս ամեն ինչը սղվում է։ Խոսքիդ սկզբին անդրադառնամ, ես տանը ունեմ երկու հատ երեխա, որոնք սովորում են մեկ տարվա տարբերությամբ, մի երեխա սովորում է մի գնահատման համակարգով, փոքրը այլ գնահատման համակարգով, չափորոշիչ է փոխվել, ճիշտ ասած որպես ծնող ես ինքս այդ բացեմ թողել չեմ հասկացել։ Հիմա երկուսն էլ նույն չափորոշիչով են արդեն սովորում։ Մի երեխաս շատ է գնահատվում, մյուս երեխաս քիչ է գնահատվում, բայց ընդհանուր սովորելու մոտիվացիան իրենց մոտ նույն ձև է։ Կարող է ներքին երեխայի վրա նույն տամ, հենց ինչի ուզում եմ այս բառը շեշտել, երբ որ տան մեջ ունեք ինքը մի փոքր հոգեբանական նաև նրբանկատություն է պետք արդեն ծնողի երևի կողմից, որ կարողանա այդ պահը ճիշտ հաղթահարել, որովհետև երբ որ ունենք տանը երեխա, մի երեխան սովորում է նույն չափ, ստանում է շատ գնահատական, մյուս երեխան սովորում է նույն չափ, բայց ստանում է քիչ գնահատական, ծնողը պետք է կոմպենսացնի այդ գնահատականների տարբերությունը եւ ամեն անգամ երեխաներ գնահատականը կարևոր չէ։ Հիմա վերադառնալով բուն թեմային, մեր հետևորդները, մեծ դիտողները երևի կնկատեն, որ այս թողարկման հենց սկզբից ես փորձել եմ ընդհանրացնել թեման, բացել Անիջան, իսկ դու անընդհատ բերում ես լոկալ նեղ կրթության վրա։ Որովհետև կրթությունից է ամեն ինչը սկսվում։ Մենք առանց դրա հետ պետք է փախվենք, եթե չլինի կրթություն, չի լինի ոչ մի բան առհասարակ։ Ես իմ սկզբունքը չեմ դավաճանի եւ նորից կընթերցակեմ այս թեման, որպիսի հենց ի սկզբանե ինչ որ ուզում էի ասել, արդեն լրիվ մատուցվի ու հասանելի լինի մեր հետևորդներին, մեծ դիտողներին։ Տեսեք, կրթությունը պետք չէ դիտարկել զուտ ակադեմիական դիսցիպլին, այսինքն կրթությունը միայն ինչ որ կրթության փորձագետներին, մանկավարժներին, չգիտեմ, դասախոս եւ այլներին իրենց մենաշնորհը չէ, կրթությունը պետք է սկսել երեխայի ծնված օրվանից։ Առաջել էր այդպես։ Կանդրադառնանք մեր երկրորդ էպիզոդին, որովհետեւ այնտեղ ավելի հետաքրքիր է լինելու։ Նաեւ ինքնակրթության մասին։ Ես միտքս ավարտեմ, Անիջան, կրթությունը հիմա մեզ ամենուր հետապնդում է, դու ամեն օր, ամեն վայրկյան անընդհատ պետք է կրթվես, կրթությունը արդեն non-stop ռեժիմով է, միջև մարդ պետք է կրթվի։ Այո, Ցեկյանս կրթության մասին ենք հիմա խոսում։ Իսկ կոնկրետ ազնվության կամ չազնվության համար ես ձեզ ասեմ, ուրեմն այսպես պետք է լինի։ Նա հենց դաստիարակության մեջ պետք է սովորողը, կրթվողը հասկանա, որ իրեն է պետք նախ եւ առաջ։ Եթե մարդը ինքը չի ընկալել, որ այդ կրթությունը նախ եւ առաջ իրեն է պետք, ինչ մեթոդներ էլ ուզում ես դիր, ինքը շրջանցելու տարբերակը կգտնի։ Դա էլ է կրթության տարբերակ, այսինքն ուղեղ աշխատացնում է, որ կարողանա շրջանցել, բայց ընդհանրապես ես հիշում եմ երբ որ ես դպրոցական եւ ուսանողական տարիներին մեզ թվում էր, որ կրթությունը մեզ ինչ որ պարտադրած բան է, որը մենք պետք է անենք, այդ մեր ճակատագիրն է, մեր խարանն է, պետք է դրա հետ գնանք, անպայման պետք է կրթվենք։ Հիմա երբ որ ես նայում եմ, ես ասում եմ երնեք լինեի այդ տարիներին եւ չգիտեմ, օրական 8 ժամ գիրքը ձեռքից վարժ չէի տնի, բայց չէի թողնի գիրքը, ասենք խելացի մարդիկ, որոնք ցավոք սրտի արդեն շատերը կենտանի չեն, իրենց հետ ժամերով կզրուցեի։ Ես այդ գիտակցությանը եկել եմ X տարիքում, ինչ որ մարդ ավելի շուտ, ինչ որ մարդ ավելի ուշ, ինչ որ մարդ դեռևս չի եկել այդ գիտակցությանը,
բայց ինքը պետք է հենց ընտանեկան դաստիարակության հենց այդ հենասյուներից մեկը լինի, որ մարդը պետք է կրտվի ու կրտվի ոչ թե X տարի, X ժամանակահատված, այսինքն երբ որ ես փոքր էի, ես հիշում եմ, մենք ունենք պարզ գծված երեխաների համար հետագից երեխան պետք է հաճախի մանկապարտեզ 2 տարի, դրանից հետո 10 տարի դպրոց, դրանից հետո 4 կամ ըստ մասնագիտության ընտրած 5 տարի համալսարան պետք է հաճախի եւ երեխան, երբ որ 4 տարեկան, 5 տարեկան արդեն գիտակցություն ուներ, ինքը գիտեր, որ 10 եւ ավել տարիներ, այսինքն ինքը ապրել է 5-6 տարի, բայց իր ապրած կյանքից 3-4 անգամ ավել ինքը պետք է մի հատ համակարգում լինի, որը իրեն անծանոթ է, որը վախենալու է, որի մեջ չկա խաղալիքներ եւ չկա իրեն հետաքրքրող այդ բան հետաքրքրող բաներ եւ փոքրուց երեխայի մոտ արդեն թշնամական վերաբերմունք կար կրթության հանդեպ։ Հենց այստեղ է որ ընտանիքներում պետք է մանկական հասակից ներարկվի երեխաներին, որ կրթությունը, չգիտեմ, շնչելու, սնվելու պես ման պետք է լինի։ Արման, արդեն այդ մասը մեր փոքր ժամանակ իրականում դա հենց այդպես էր ու ամեն ամառվանից հետո սեպտեմբերին պատրաստվեց փոքր ստրես էինք ապրում, բայց հիմա կրթական համակարգը քանի որ փոխվել է ու նոր չափորոշիչի ներդրմամբ նաև նկատել եմ, որ երեխաների մոտ այդ ստրեսը գրեթե չկա ու բացի դրանից հիմա շատ հետաքրքիր լուծումներ են գտել դասերի համար։ Ես տարբեր դպրոցների էջերին եմ հետևում, տարբեր աշակերտների հետ եմ զրուցում ու տեսնում եմ, թե ինչ մեծ ոգևորությամբ իրենք նախագծային ուսուցմամբ են զբաղվում, այսինքն երբ իրենք սովորում են ինչ-որ բան անելով ու այս կտրվածքով կրթությունը փոխվել է, բայց ես օրինակ չեմ պատկերացնում, որ մոտ ապագայում ամեն դեպքում կլինի օրինակ կրթական համակարգը չի լինի այս ակադեմիական ոճով, որը շատ ժամանակ մենք իրենից խուսափում ենք, որովհետև ամեն դեպքում ինքը անպայման պետք է լինի դպրոցի, հետո մանկապարտեզ, համալսարան, այս տարբերակով։ Դեռևս կարծում եմ կապ չունի, որ արհեստական բանականությունը արագ տեմպով զարգանում է, բայց կրթական այս համակարգից մենք երևի թե դեռևս մի գոնե 100 տարի չենք կարողանա հրաժարվել։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է միգուցե, բայց ես մտածում եմ, որ այնուամենայնիվ արհեստական բանականությանը զարգացմանը զուգահեռ մարդկանց առելի բանակ ձգտելու է կրթություն ստանալ, լավագույն կրթություն ստանալ, որովհետև եթե ամեն դեպքում, եթե քո ուղեղը չի աշխատում, դու չես կարողանալու արհեստական բանականության որևէ գործիքի հետ աշխատես։ Այսինքն այստեղ էլ մարդիկ շատ արագ հասկանում են, որ պետք է, եթե առաջ ալարում էին կարդալ, ալարում էին սովորել, հիմա դա անելու են։ Եվ այո, ցկյանս կրթությունը կամ անդադար սովորելը դա դառնում է նոր բաղադրիչ ու այսօր նաև ես շատ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ շատ ուսուցիչների, մեծաքանակ ուսուցիչների, ովքեր նույն արհեստական բանականության գործիքներ են կիրառում եւ իրենց աշխատանքը հեշտացնելու համար եւ շատերը հենց Հայաստանում, նաև հենց Գյումրիում շատերը աշխատում են արհեստական բանականությամբ ու աշակերտներին ճիշտ են ուղղորդում։ Այդ վախերը չեն ներշնչում, որ այ դու կհիմարանաս, եթե օգտագործես, այլ իրենք տանում են աշակերտին այն ուղղությամբ, որ տես արհեստական բանականության գործիքով կարող ենք հետաքրքիր պաստառ ստանալ կամ սահիկա շար կամ ինչ-որ մի բան։ Այս առումով իհարկե շատ ուրախացնում է, բայց ամեն դեպքում էլի պետք է շատ նեղանանք դեպի կրթական ոլորտ, որովհետև առանց դրա չենք կարող պատկերացնել ապագան, ոչ մի հասարակարգի ու այն միտումները, որը մենք այսօր տեսնում ենք, մի փոքր այդ տեխնոօպտիմիստական մղումներով այսպես համեմված, ես կարծում եմ, որ ինքը դառնալու է կրթություն, դառնալու է բարձրագույն արժեք։ Կրթությունը գիտակից մարդկանց համար հիմա էլ է բարձրագույն արժեք, այն մարդիկ, ովքեր դրան եկել են եւ իրենք քիչ չեն, բայց այստեղ մի կարևոր նկատառում անեմ քո խոսքի մեջ, ինչի վրա ես շատ կենտրոնացա, խոսեցի կրթական համակարգի։ Ինձ թվում է հենց մեղը այստեղ է կրթական համակարգը պետք է ամբողջությամբ փլվի։ Այսինքն կրթությունը պետք է կապ չունենա համակարգ բառի հետ։ Բայց չի կարող այդպես լինել։
կարող է հիմա Պատկերացնում ես բացատրեմ։ օրինակ որևէ երկրի բանակ, որտեղ կոնկրետ համակարգ չլինի։ Այսինքն այս դիսցիպլինները իրենք շատ կարևոր են։ Առանց դրա մի փոքր գիտա ֆանտաստիկայի ինքը նմանվեց, ակամայից հիշեցի Ռեյ Բրեդբուրի ստեղծագործությունները, որտեղ ինքը հենց այդ գաղափարախոսություններ տանում, որ կրթությունը փլվել է, կրթությունը որպես այդպեսին չկա ու մեքենաներն են երեխաներին սովորեցնում ազատ ժամանակով եւ այլն, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում թերևս չի կարող նման բան լինել։ Եթե ինչ-որ բան դժվարանում ես պատասխանը, ինչ-որ հարցի կամ ինչ-որ բանի պատասխանը դժվարանում ես գտնել, ընդհանրապես պետք է հետ նայես։ Պատմությունը ընդհանրապես սովորություն ունի, ցիկլիկ է, ինքը կրկնվում է։ Եվ ի բանը, երբ որ մենք բացահայտում ենք այս աշխարհը, բոլոր մեծ բացահայտումները լինի դա գիրը, տպագրությունը, չգիտեմ, աշխարհագրական մեծ բացահայտումները, այն ամեն ինչ որ մարդուն առաջ է տարել, նույն 20-ական թվականներին, եթե չեմ սխալվում, պենիցիլինի հայտնագործությունները, այդ ամեն ինչ եղել է համակարգերից դուրս։ Այսինքն անհատներ դուրս են եկել, այսպես ասած շաբլոնից, համակարգում, իրենք եղել են հիմնավոր համակարգում եւ դուրս են եկել։ տեսել են համակարգի թերությունները։ Այսինքն ես չեմ ասում, որ այդ համակարգի տված գիտելիքները պետք է չտրվեն այլևս, պետք է տրվեն։ Ուղղակի ամեն մարդուն պետք է ինդիվիդուալ մոտեցում տրվի։ Մենք հիմա դրանն ենք գնում։ Շատ պարզ օրինակ, ես ուսուցիչը դասը բացատրում է, ես այդ դասը հասկանում եմ 20 րոպեում, իմ դասընկերը հասկանում է 10 րոպեում։ Բայց միայն այն պատճառով, որ ես 2 անգամ ավելի դանդաղ եմ հասկանում, ինքը պետք է չտուժվի։ Որտեւ ինքը այդ ժամանակահատվածում համակարգը արդեն դրան գնում է, մենք անցել ենք արդեն այդ բարիերը։ Ես դեռևս չեմ տեսել, որ ասենք 20 րոպե հետո ինչ որ դասարանի աշակերտներ դրսում լինեն, որտեւ իրանք տեքստը դասը յուրացրել են, իսկ նրանք ովքեր չեն յուրացրել, իրենք դեռևս դասարանում են։ Չկա այդպիսի բան, այսինքն դասաժամը լրիվ է եւ երեխաները կարող են ինչ որ որոշակի ուսուցիչը թույլ է տալիս, որ ազատ ինչ որ ուրիշ բանով զբաղվեն, բայց ընդհանուր երևույթն է համակարգված է կրթությունը, իսկ դա խնդիր է, որտեվ հատկապես արհեստական բանականությունը, որը տալիս է հիմնականում ճշգրիտ պատասխաններ, այսինքն դու երբ որ արհեստական բանականությանը ինչ որ հարցում ես տալիս, ինքը չի սկսում Ադամից եւ Եվայից, այսպես, այլ կոնկրետ այդ հարցին է պատասխանում, ինքը թիրախային է եւ դրա համար պետք է իմ պատկերացում կրթությունն էլ թիրախային լինի։ Շատերը բողոքել են համալսարանական հատկապես ընթացքում, որ ասենք նույն ես սովորել եմ պետական ճարտարագիտական համալսարանում, ասում են քիմիա, լավ, ինչերից է պետք։ Ասենք առաջի կուրս մենք անցնում ենք քիմիա։ Իրականում օրինակ ինձ պետք է եկել կյանքում կոն այդ բազային քիմիայի գիտելիքները, բայց գլոբալ առումով այդ կոնկրետ մեր բաժինը, այսպես ասեմ, որտեղ որ մենք ենք սովորում, քիմիա պետք չէ իրականում, բայց քանի որ գրած էր այդ համակարգը, հենց խոսքը դրա մասին է։ Այսինքն պետք է փորձել էլի ոսկե միջինը գտնել։ Ես չեմ ասում ընդհանրապես միանգամից հրաժարվել, բայց այս ծև շարունակել էլ ինձ թվում է չի կարող շատ երկար։ Բնականաբար ու մենք պետք է առարկայական վերանայումներ անենք ու քանի որ աշխարհը սերընթաց արագությամբ փոփոխվում է, օրինակ ես պատկերացնում եմ, որ առարկաներ, որոշ առարկաներ կամ պետք է ընդհանրապես դուրս գան կամ որոշակի ժամանակահատվածում դուրս գան, բայց այո, ենթարկվում են տրանսֆորմացիայի ու այստեղ մի շատ կարևոր արդեն հարց է գալիս, կապված է նրա հետ, որ մենք առհասարակ համենայն դեպս հետխորհրդային երկրներում մենք նպատակադրումներ անել չգիտենք ու միգուցե շատ լավ կլինի, եթե փոքր տարիքից, շատ փոքր տարիքից երեխաները ինչ որ առարկայի միջոցով կամ դա կլինի ավելի այլ պատկերացումներով, բայց փոքր տարիքից երեխային սովորեցնենք նպատակադրում, թող փոքրիկ նպատակներ տնի գնա առաջ, որովհետև հիմա հենց այդ ասածիդ նման է դառնում, որ
մենք չգիտենք ինչի համար ենք շատ ժամանակ որոշ առարկաներ սովորում ու ցավոք եթե դպրոցում ավելի էլ այդ համակարգված բառը պետք է օգտագործեմ, բայց կա այդ համակարգված առարկաների շարքը թե որ դասարանում ինչու ես դու այս առարկան ասում ու ինչ խորությամբ, բայց ես դու համալսարան ես գնում, մի շարք առարկաներ կան, որ անգամ մագիստրատուրա սովորելուց կային առարկաներ, որ ես չէի հասկանում իմ ընտրած բաժնի հետ այդ առարկան ինչ կապ ուներ։ Եվ լավ կլինի, եթե փոքր քայլերով այդ տրանսֆորմացիաները գնան ու նաև շատ կարևոր է ինչի երեխային նպատակադրվել սովորեցնել, որովհետև փոքր տարիքից ինքը պետք է գիտենա, որ իր նպատակադրումը դպրոց գնալու, հետո համալսարան գնալու այդ գնահատման պահը չի։ Այլ ինքը պետք է հենց հասկանա, թե նպատակը որն է, գեր նպատակը։ Այսօր իր նպատակը կարող է լինել օրինակ ինքնուրույն կոշիկը հանել, հողաթափերը հագնել, վաղը կարող է այդ նպատակադրումը լինել ինքնուրույն սովորել, որովհետև մենք այստեղ նաև հայկական իրականության մեջ հատկապես տարրական դասարաններում շատ դրված է, որ ծնողը երեխայի փոխարեն տնային աշխատանքն է գրում կամ կերպարվեստի ցանցնարությունն է նկարում, սիրելի ծնողներ, պետք է խնդրեմ ձեզ չանեք նման բան, որովհետև կարճաժամկետ ձեզ թվում է թե դուք երեխային օգնում եք, բայց իրականում դուք իրեն վնասում եք։ Այսինքն ես հասկանում եմ, դա ծնողը լավագույն միտումից է անում, որովհետև ինքը չի ուզում, որ երեխան առերեսվի որոշակի խնդիրների հետ, որ ինքը անպատրաստ գնաց ուսուցիչը վրան խոսեց, այ էս էլ պետք է փոխվի, այլ նպատակադրումը երեխայի հենց պետք է լինի այն, որ դու տնային աշխատանք գրում ես ինքդ քեզ համար, որ վաղը դու կարողանաս հասնել հաջողությունների։ Սա քեզ է պետք, դու պետք է ինքնուրույն նկարես, թեկուզ տգեղ նկարես, թեկուզ լավ չստացվի, բայց այդ առումով ես համաձայն եմ, որ որոշ առարկաներ պետք է դուրս գան, որոշ դիսցիպլիններ պետք է փոփոխվեն, բայց ընդհանուր առմամբ կրթական համակարգի փլուզումը որպես այսպիսին եւ նորի ստեղծումը կարծում եմ ինքը կլինի շատ վտանգավոր։ Ինձ թվում է վտանգավոր չի լինի, պետք է ուղղակի կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարը համապատասխան պրոմպտ տա արհեստական բանականության, որպեսզի նոր կրթական համակարգ ստեղծվի կամ համակարգի փոխարինող ստեղծվի։ Լիովին համաձայն եմ ասած այդ մտքերի հետ, միգուցե իմ մոտ ավելի ծայրահեղական էր վերաբերմունքը, բայց ընդհանուր փոփոխություններ պետք են եւ այդ փոփոխությունները արդեն իսկ սկսվել են։ Մենք չենք նկատում, բայց մենք արդեն այդ փոփոխման մեջ ենք եւ 15-20 տարի անց, երբ որ հետ նայենք, մենք կհասկանանք, որ այս 2026 թվականին, երբ որ մենք խոսում ենք, որ փոփոխությունները պետք է փաստացի, արդեն փոփոխությունների մեջ ենք։ Եվ հիմա այս տարի առաջին դասարանցիները, ովքեր որ պատրաստվում են գնան առաջին դասարան, ես օրինակ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե իրենք ավարտելու ժամանակ արդյոք համալսարանական կրթությունը պետք կլինի, թե ոչ։ Հարգելի ունկնդիրներ, կրթությունն այսօր ոդկասթի տաղավարում զրուցեցինք կրթական համակարգի եւ արհեստական բանականության լայն կիրառման մասին, քննարկեցինք ակադեմիական ազնվությանը վերաբերող հարցեր։ Մնացեք մեզ հետ, տաղավարում այսուհետ ձեզ հետ կլինեմ ես Անիկ Հոճարյանը եւ ես Արման Բաղդասարյանը։